Բարև հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Մենք բոլորս մասնակցում ենք տարբեր միջոցառումների եւ ես ձեզ երկար չեմ շեղի, կասեմ միայն ամենագլխավորը։ Իմջելոց Կիևում նույնպես սգոր է հայտարարվել Ռուսաստանի գիշերային հարձակման զոհերի համար։ Չեմ կարող եթերը սկսել առանց ձեզ շնորհակալություն հայտնելու ձեր լայքերի, սրտանց մեկնաբանությունների, աջակցության մեր հաղորդումները կիսելու համար։ Դուք շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իդեպ շնորհակալ եմ, որ երեկվա խնդրանքս օդում չթողեցիք, արձագանքեցիք, թշնամիներին լայքելով բացահայտելու այդ գործում ստացված պատկերը մոտավորապես իմ պատկերացրածն էր, իսկ դա նշանակում է, որ թշնամին շատ ավելի մոտ է, քան շատերը կարող էին պատկերացնել։ Նրանք ամեն օր դիտում են մեր եթերները, ընկերների եւ բարեկամներից ոչ պակաս։ Եվ եթե դա ձեզ համար շատ դժվար չէ, եկեք չմոռանանք ամեն օր ակտիվորեն լայքենք մեր եթերները, որպեսզի խթանենք, որ ավելի շատ մարդիկ իմանան ճշմարտությունը այս հրեշավոր պատերազմի մասին։ Սա էլ թող մեր պայքարի ձևը լինի։ Գիտեմ, որ ձեզանից շատերն են հետաքրքրվում, թե ինչ իրավիճակ է Կիևի գիշերային գնդակոծությունից հետո, ասեմ, որ թշնամին իր ուզածին երբեք չի հասնի։ Մենք միևնույն է շարունակելու ենք պայքարը եւ հաղթելու ենք։ Իսկ ովքեր չգիտեն, ասեմ, որ գիշերը ռուսները 215 հրթիռ եւ դրոններ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, մեր հոպը ոչնչացրել է 48 հրթիռ եւ 116 դրոններ։ Հակառակորդի օդային հարձակումը ետ մղելու համար գործի են դրվել ավիացիան, զենիթ-հրթիռային ստորաբաժանումները, էլեկտրոնային պատերազմի համակարգերը եւ շարժական կրակային խմբերը։ Հարձակման ժամանակ ուկրաինական F-16-երը եւ Միրաժները իրենց հերթին բավականին ակտիվ խոցել են նաեւ տասնյակ ռուսական հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական հարձակման արդյունքում տուժել են Կիևի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Զապորոժիեի եւ Խմելնիցկիի մարզերում։ Հակառակորդի գլխավոր թիրախը Կիևն էր եւ եթե չլիներ հոպի լավ աշխատանքը, հարյուրապատիկ ավելի շատ զոհեր եւ ավերածություններ կլինեին։ Պուտինը գիտի, որ Կիևը լավ պաշտպանված է եւ ունի ամուր հակաօդային պաշտպանություն, բայց նա միշտ հույս ունի մարդկային գործոնի վրա, հրթիռների բեկորների վրա։ Բացի այլ հրթիռներից Կիևի ուղղությամբ արձակվեցին բալիստիկ հրթիռներ, որոնք նույնպես ամերիկյան Patriot-ը դժվարությամբ է բռնում, բայց ուկրաինական հոպը բառացիորեն փրկեց մայրաքաղաքի բնակիչներին։ Ցավոք սրտի կան զոհեր, բայց ինչպես ավելի վաղ ասացի, եթե չլիներ հոպի լավ աշխատանքը, զոհերի եւ ավերածությունների թիվը եւ մասշտաբը կարող էր հարյուրապատիկ ավելի լիներ։ Այո, հենց հարյուրապատիկ։ Կիևում այս պահի դրությամբ հաստատվել է 9 զոհի եւ գրեթե 80 վիրավորի մասին տեղեկատվությունը, բայց հնարավոր է մինչև եթերը դուրս գա թիվը փոխվի, այդ իսկ պատճառով հետևեք խնդրում եմ մեր Telegram-ին, ովքեր չգիտեն, ասեմ, որ բոլոր մեր եթերների տակ հղում կա մեր Telegram-յան ալիքի վրա։ Հենց եթերի նկարագրության մեջ կան հղումներ բոլոր մեր սոցիալական ցանցերի վրա եւ առաջինը հենց մեր Telegram-յան ալիքն է։ Պուտինը գիտի, որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքը, դրա համար էլ իբր փորձում են նման հարվածներով հավասարակշռել իր պարտությունները։ Պուտինի բանակը բազմաթիվ պարտություններ է կրել մարտի դաշտում, այսօր բացի սովորական վիճակագրությունից ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ նաև որոշ դրվագներ։ Անցնենք Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկատվությանը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա գրոհային դրոններ արտադրող գործարանի ոչնչացումը։ Նշվում է, որ ձեռնարկության արտադրական հզորությունը կազմում էր օրական մոտ 300 տարբեր դրոններ։ Գործարանը գտնվում էր Թաթարստանի Հանրապետության Ելաբուգա շրջանում, Ուկրաինայի պետական սահմանից 1054 կիլոմետր հեռավորության վրա։ Մեջբերեմ թիրախային հատվածում հարվածներն ու պայթությունները հաստատվել են։ Այս պահին հայտնի է դրոնների վերջնական հավաքման կետի մեծ վնասը, ասում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։ Գլխավոր շտաբը բացատրել է, որ այս հարվածը Ուկրաինայի արդարացի պատասխանն է ռուսական ռազմական օբյեկտին, որն օգտագործվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի եւ Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությանը աջակցելու համար։ Հայտարարության ավարտ։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ուկրաինական կողմից թիրախախոցող 6 դրոն է եղել, որոնցից մեկը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից, 5-ը հասել են թիրախին։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ դրոնները յուրաքանչյուրը 250 կիլոգրամանոց ծանր ռումբեր են կրել, որոնք էլ մեծ վնասներ են հասցրել ռուսական գործարանին։ Ի դեպ, հեղինակավոր լրատվամիջոցները հայտնում են, որ նախօրեին խոցված մերձմոսկովյան ռուսական պահեստում եղել են նաև հրթիռներ Չինաստանից, մերձմոսկովյան ենք ասում, բայց տարածքային դա Վլադիմիրի մարզում էր։ Ռուսաստանի ռազմական զինանոցին հարվածներից հետո Ուկրաինան ապացույցներ է ստացել Ռուսաստանի չինական զենքի հնարավոր մատակարարումների մասին, ըստ Defense Experts-ի վերլուծաբանների ոչնչացված պահեստում եղել են նաև չինական արտադրության Type 63 հրթիռներ, որոնք նախկինում օգտագործվել են Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այս փաստը լուրջ քաղաքական պրոցեսների առիթ է դարձել Ուկրաինայի և Չինաստանի միջև, հուսանք, որ հանգուցալուծումը ճիշտ մեր սրտով կլինի։ Ի դեպ, արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ պահեստից քիչ բան է մնացել։ Մեր տելեգրամյան ալիքում ամեն ինչ տեղադրել ենք, կարող եք տեսնել։ Ուկրաինայի գլխավոր շտաբը թարմացրել է նաև ռուսական կորուստների մասին տեղեկատվությունը։ 22 թվականի փետրվարից ի վեր ռուսները մեծ կորուստներ են տվել, որի ընդհանուր թիվը հատել է 945,000 զավթիչների շեմը, 24 ժամում ավելանալով ևս 1060 ոչնչացված զավթիչներով։ Ի դեպ, այսօր ձեզ համար կարևոր տեղեկատվություն գտանք վարձկանների մասին, որոնց Պուտինն թաքուն վարձում է ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի դեմ հավաքել է վարձկաններ 48 երկրներից, այդ թվում Թուրքիայից։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցում են վարձկաններ ավելի քան 48 երկրներից։ Ռուսական լրատվամիջոցներն են բացահայտել այս փաստը, այս մասին գրում է Vajneye Istory ռեսուրսը։ Նշվում է, որ թեև ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ Ռուսաստանին օտարերկրյա վարձկաններ պետք չեն, միայն 23 թվականի ապրիլից մինչև 24 թվականի մայիսը մոսկովյան հավաքագրման կետով կարող էին բանակ հավաքագրվել ավելի քան 1,500 օտարերկրացի։ 24 թվականի ապրիլին Dump Forums հաքերային խումբը հայտարարեց, որ կոտրել է Մոսկվայի քաղաքապետարանի տեղեկատվական համակարգերի վարչության մի քանի համակարգեր։ Հաքերները մոսկվացիների անձնական տվյալներին հասանելիություն են ստացել միասնական բժշկական տեղեկատվական և վերլուծական համակարգից։ Ինչպես պարզվեց, այս արտահոսքի արդյունքում հանրությանը հայտնի դարձավ Մոսկվայում պայմանագրով զինվորական ծառայության ընտրության կետով անցած հարյուրավոր օտարերկրացիների մասին տեղեկությունները։ Նրանց տվյալներով վարձկանների մեծ մասը Ռուսաստան է մեկնել Նեպալից, նաև Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սիրիայից, Թուրքիայից, Ալժիրից և այլ երկրներից։ Մարդիկ ակտիվորեն հավաքագրվում են պատերազմի համար, երևի թե մինչև վերջ չհասկանալով, թե ուր են ընկնելու։ Պուտինի բանակի համար զինվոր են հավաքում նաև Աֆրիկայում, Գանայից, Կամերունից, Սենեգալից, սակայն կան նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի և Ավստրիայի քաղաքացիներ։ Շատ չեն, բայց կան նաև արևմտյան այս երկրներից։ Ամենայն հավանականությամբ սա ռուսական պրոպագանդայի արդյունքն է։ Քաղաքական իրադարձություններից ասեմ, որ Թրամփը և իր շրջապատը ինտենսիվ կերպով դիմակազրկվում են։ Զելենսկին արձագանքելով Ռուսաստանի զանգվածային հարվածին նշել է, որ 44 օր է անցել այն պահից, երբ Ուկրաինան համաձայնել է Ամերիկայի առաջարկին ամբողջական հրադադարի և հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Արդեն 44 օր Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել և խուսափել կոշտ ճնշումներից և պատասխանատվությունից։ Շատ կարևոր է, որ աշխարհում բոլորը տեսնեն և հասկանան, թե իրականում ինչ է տեղի ունենում, ընդգծել է Զելենսկին։ Եվրոմիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ընդգծել է իր կողմից, որ հենց Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղությանը, շարունակելով հարվածները խաղաղ բնակչությանը։ Ես իմ կողմից ավելացնեմ, սա շատ կոնկրետ մատնանշում էր Թրամփի անկարողության մասին, եւ ես իրոք զարմանում եմ, որ երբեմն տեսնում եմ Հայաստանում որոշ նաև հայտնի փորձագետներ փորձում են լրջորեն վերլուծել Թրամփի քայլերը։ Ինձ թվում է ցանկացած իրական մասնագետի պարզ է, որ Թրամփի քայլերը դասական վերլուծության չեն ենթարկվում։ Սա վայրի առևտրի ոլորտի ներկայացուցիչ է, որը նույնիսկ իր երկրի շահերն է ոտնահարում, իսկ ոմանք Հայաստանում փորձում են Թրամփի Ամերիկայի հետ ինչ-որ հույսեր փայփայել, երևի թե պետք չի ժամանակ կորցնել և հանրությանը շեղել։ Վերադառնալով
Թրամփին ասեմ, որ ես գնալով ավելի եմ համոզվում, որ Թրամփն իր խաղաղարարությամբ, հաշտարարությամբ պարզապես փորձում է փրկել Պուտինին կործանվելու պերսպեկտիվայից պատերազմի հետևանքով, իսկ Ուկրաինայի և Եվրոպայի անզիջողականությունը պարզապես խենթացնում է նրանց երկուսին, և Թրամփին և Պուտինին։ Ի դեպ, նկատեցիք, որ Թրամփը փորձում է խուսափել Պուտինի հասցեին կոշտ քննադատությունից, նույնիսկ Ռուսաստանի արած հրեշավոր ահաբեկչություններից հետո։ Նա հավանաբար վախենում է Պուտինից կամ գուցե Թրամփը սիրում է նրան, չգիտեմ, կարող ենք ենթադրել։ Թրամփից ետ չեն մնում մնացած նրա թրամփիստ աշխատակիցները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չի երաշխավորում Եվրոպայի անվտանգությունը և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում ավելացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին Փենսիլվանիայում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, իսկ Ռուբիոն իր հերթին երեկ ասաց, որ սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանին։ Հետաքրքիր է, չէ՞։ Այս տղաները Պուտինի երազանքն են, բայց բարեբախտաբար նրանք չունեն այն գործիքները, որ աշխարհը տակնու վրա անեն։ Ուստի սառը ժպիտով, երևի թե ճիշտ կլինի ասել դառը ժպիտով, մենք նրանց կուղարկենք իրենց համապատասխան տեղը։ Այսօրվա համար օտարներից խոսելը երևի թե բավական է։ Այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է։ Ես որպես վանեցու թոռ լավ գիտեմ կատարվածի մասին և այդ իսկ պատճառով ոչ միայն հիշում եմ, այլև պահանջում։ Իմ ջայլոց, չնայած գիշերվա ռուսական ռմբակոծությանը, հայոց ցեղասպանության միջոցառումները կայանալու են։ Այս մասին ինձ տեղեկացրեց Ուկրաինայում հայ եկեղեցու առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Երևի թե ավարտեմ, սիրելի հայրենակիցներ, եկեք մեր միասնությամբ հասնենք արդարության, ապրենք, զարգանանք, որ մեզ սպանել ցանկացողը հասկանա, հայը երբեք չի վերանա։ Մենք հզոր ազգ ենք, եկեք միշտ հիշենք սա։ Շատ չի երկարացնեմ եթերը, մինչ նոր հանդիպում, ուկրաիներեն ասեմ, բերեժից սեբե։